Փաշինյանը իմ համար միևնույն ամենառուսամետ մեր ղեկավարն է, այդ խաղը, որ ընթանում է տարբեր բաներ կարա դրա, ենթատեքստեր կարա դրա տակ լինի, ինչ վերաբերում է այդ երկրները, որ շնորհավորություն, դե դրանք նույն այդ թուրքական բլոկի երկրներն են, որոնք, որ ասենք, Ադրբեջանի հետ միշտ հավաքվում են տարբեր այդ գագաթնաժողովներին եւ զարմանալու ոչինչ չկար, ասենք, այդտեղ։ Ջերմությունն էր հետաքրքիր։ Ուզբեկստանի նախագահի օրինակ ուղերձում գրված էր, ես շատ ուրախ եմ, որ ես այս առիթը ունեմ ձեզ շնորհավորելու։ Ես չգիտեմ, իրանք վերջի անգամ իրար հետ երբ են հանդիպել, նույնիսկ ասենք Ուզբեկստանի ղեկավարի հետ եւ ինչ ընդհանուր բաներ կա, բացի այս տրիպին, եթե հաջողվի, Սրա մասին դեռ խոսենք, այո։ Ուրիշ, ես չգիտեմ, չեմ էլ լսել, որ նրանք ինչ-որ վերջի անգամ երբ են հանդիպել, երևի այդ շոուսի ժամանակ, վերջի անգամ հանդիպել են։ Լավ, դա իրեն շնորհավորել են, այսինքն այո, բոլորը ընդունել են, որ ամեն ինչ հարթ է անցել Հայաստանում եւ Հայաստանը շարունակում է ուրեմն մնալ իրենց գործընկերը, ում որ գործընկերը կար։ Պուտինը ինչու չի շնորհավորել։ Լսեք, դավադրության տեսություն կլինի, որ ասենք, Պուտինի հետ երևի էլի եմ ասում, ամենառուսամետ իշխանությունն է, այսօրվա իշխանությունը, էկոնոմիկական տարբեր ճնշումներ պետք է ցուցադրեն, դա երկրի ներսի համար ձեռնտու է, այսինքն հարստության վերաբաշխվում է կատարելու այն բիզնեսները, որ ժամանակավոր հիմա կընկնեն էժան գներով այս նոր իշխանության ներկայացուցիչները կառնեն եւ նույն ձև կաշխատի կբացի։ Այսինքն վերադասավորվում է բիզնես։ Այո, բիզնեսը միջավայրը։ Այո, բիզնեսն է վերադասավորվում, հարստության վերաբաշխվում է կատարում, սովորական է, դա երրորդ կարգի երկրների համար սովորական process է, հա, մի քանի տարի սրանց են տվել, հիմա կվերցնեն, սրանց կտան, սովորական բացվելու է, ամեն ինչն էլ աշխատելու է, այդ սուտ ձևերը, թե ասենք հիմա էսա փագում վաղը, հա փագում է, հետո կբացի, հիմա մենք Ռուսաստանից արդեն մեր ծանոթները հայտնում են, որ հայկական միրգը Վրաստանով գնում է Ադրբեջան, փաստաթղթերը փոխվում է եւ գնում է Ռուսաստան, այսինքն հիմնականում աշխատողը էլի աշխատելու է մի քիչ Բայց ցուցադրաբար չշնորհավորել դրա նպատակը կամ ցուցադրաբար ցույց տա, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ վատն են, 2 օր առաջ էլ խոսում էին, որ այդ հապկից Հայաստանին զրկեն, որ ձայնի իրավունքից քննարկելու են դեռ, որպեսզի ձայնի պարզ չի քննարկելու են, թե չէ, բայց այսօր արդեն շրջանառության մեջ է դրվում, որ այնտեղ քննարկում են Հայաստանին զրկելու մասին ձայնի իրավունքից։ Տեսեք, ես կասեի միակ հիմնական պատճառը իհարկե Ռուսաստանի սանկցիաներն են, որ Հայաստանի վրա չազդի եւ Պուտինի այդ դերը շատ լավ, Ռուսաստանի այդ դերը շատ լավ կատարում է, հապկից կարող է զրկեն, բայց դուք չեք կարող ցույց տալ մեկ բանաձև մակում, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ քվեարկած լինի։ Միշտ Հայաստանը քվեարկել է Ռուսաստանի օգնության եւ այդ հապկում էլ ասենք տարբեր աղբյուրներով ելույթները տենում ես, քանի անգամ Փաշինյանը չի գնացել, բայց ուրիշ ներկայացուցիչները որ գնացել են, բոլորի ելույթները Ռուսաստանին եւ հապկին գովալու ելույթներ են, ոչ մի բևեռ մենք չենք փոխել, ոչ մի բևեռ չենք փոխում, ես բազմումս անգամ ասել եմ, եթե երկիրը փոխում է բևեռ, առաջին հերթին անվտանգության բևեռն է փոխում Մենք այսօր ունենք ռուսական բազա եւ ռուսական սահմանապահներ, այսինքն մենք բևեռ չենք փոխել եւ ելի եմ կրկնում, դուք չեք կարող ցույց տալ մակում մեկ քվեարկություն, որ Հայաստանը ձեռնպահ մնացած լինի։ Ձեռնպահ եղել է, դեմը կարծեմ մեկ անգամ է։ Ձեռնպահ մի քանի հարցում եղել է եւ այո, Ուկրաինայի հարցում։ Ես չեմ տեսել, եթե կա Կապ չունի դեմ հանլիման կամ հակադիր ճամբար Հայաստանը չի ընտրել, դուք ուզում եք ասել։ Այո, եւ այս ամբողջ կապիկությունը իրոք սանկցիաների համար է, Ռուսաստանը օգտագործում է Հայաստանը եւ որպեսզի Հայաստանը սանկցիաների տակ չընկնի, այդ բեմադրությունը շարունակվելու է։
Այսինքն դուք դա բեմադրություն եք համարում, ոչ թե իրական հարաբերությունների վատթարացում, Ընդհանրապես հարաբերությունների վատթարացում չկա։ Բայց երկաթգծի շուրջ այդ խոսակցությունները։ Բայց երկաթգիծը Ռուսաստանը չի ուզում որ լինի։ Այդ երկաթգիծը Հայաստանին լավ է որ լինի, բայց Ռուսաստանին լավ չի։ Ով է պահում այդ երկաթգիծը, ինչի մինչև այդ Պարսկաստանի երկաթգիծը չկա, ինչի Պարսկաստանից գազ չենք ստանում։ Մեզ որպեսզի պահեն այդ նույն ճգնաժամի մեջ միշտ։ Ռուսաստանը չի թողում։ Ինչքանով է մեզ ընկեր, ինչքանով է մեզ ոչ ընկեր, այդ ժողովուրդը պետք է որոշի։ Այսինքն այն իրավիճակը, որը հիմա ներկայացնում է Հայաստանը կամ պահանջում է, որպեսզի Ռուսաստանը լիարժեք ուժով իր կոնցեսիոն պարտականությունները կատարի երկաթգծի հետ կապված ներդրումներ անի բացակայող, դա կամ կանես, կամ մենք ինչ-որ ուրիշ միջոցների կդիմենք։ Այսինքն ինչ պետք է խլեն։ Դե թող խլեն, կամ թող մի հատ ուրիշ երկաթուղի բացեն։ Դե խոսում են 2 միլիարդի ակնարկի մասին, որ ինչը մինչ այժմ անվճար էր, կարող է հիմա վճարովի լինել, ասում է Փաշինյանը։ Տեսեք, նախ եկեք գանք սկզբից։ ՍՍՄ-ի քանդվելուց հետո բոլոր պարտքերը, սկսած աֆրիկյան երկրներից, Կուբա, ասիական երկրներ, բոլորը ռեստրուկտուրացիա եղավ։ Բացի Հայաստանից, Հայաստանը միակ երկիրն էր, որ գույք պարտքի դիմաց տվեց, հա։ Հիմա կասեն Բելոռուսիա եւ Կազախստան, ոչ, այնտեղ լրիվ ուրիշ բանաձև է եղել, որը որ ձեռատվել Բելոռուսիային եւ Կազախստանին։ Հիմա տրված է այդ երկաթուղին, ինչ պետք է անես։ Միջուկային երկրի ձեռից խլես, չես կարողանալու խլես։ Եթե այդ երկաթուղու մասին մտածող եք, ստեղծեք մեկ այլ կառույց, մեկ այլ երկաթուղի, չգիտեմ, անունը դրեք մագնիսական բարձիկների վրա եւ արեք ձեր գործը։ Մի կպեք այդ երկաթուղուն, դրան չեք կարողանալու, ոչ Գազպրոմը կարակ խլեք, ոչ մյուսը կարակ խլեք։ Այսինքն դա էլ է ցուցադրաբար։ Իհարկե ցուցադրաբար ինչ որ ժողովրդին ցույց տալ, Փաշինյանի աթոռը պնդացնել, որ բանա, հա, այդ մարտիրոսա, հա, պայքարում է այդ հզոր պետության դեմ։ Մենք խոսում ենք մի պետության, որ չենք խոսում հələ պետությունից, հարթակ, Wildberries-ի պես հարթակը, ասենք, երբ որ իր ծրագրի մեջ իբր թե սխալ էր մցրել, սննկացրեց ամբողջ տնտեսական եւ սննդի խանութները, ժողովուրդը դուրս էր։ Ես խոսում եմ հարթակ, Wildberries, հա, որը որ մեր երկրի տնտեսական ապրանքների եւ սննդի ոլորտին սննկացրեց։ Մի հատ ալգորիթմ փոխելով, որ մարդիկ պատվիրում էին եւ պատվերը իբր Ռուսաստանի մեջ էր գալիս, իբր Wildberries-ը դա չգիտեր եւ Հայաստանի ժողովուրդը ամբողջ ապրանքը պատվիրում էր այնտեղից էժան, հետո ժողովուրդը գործարարները դուրս եկան, պետությունը, կառավարությունը դիմեց Wildberries-ին, Wildberries-ը ասաց մենք կուղենք, ուղեցին։ Մի խոսքով, ասենք մենք խոսում ենք մի պետության մասին, որ Wildberries-ի պես հարթակը կարող էր մեզ սննկացնել։ Հասկանում եք մենք ում մասին ենք խոսում։ Մենք չենք խոսում հələ կառավարության մասին, որ ամեն անգամ է փուլերով կարափագի եւ վերջում էլ գա ամենակարևորին գազին, բենզինին, այդ հեղուկ գազին եւ ընդհանրապես այն ժողովուրդը, որ Փաշինյանը ընտրել, փողոց դուրս գա եւ Փաշինյանին շպրտի աթոռից, հա։ Եթե ուզենա Պուտինը իրականի վաղը գազը կասի ես գինա կամ կփագի եւ այս նույն ժողովուրդը, որ Փաշինյան ընտրել է, փողոց դուրս գա, Փաշինյանը մի երկու օրից կփախնի։ Բայց չի անում, չէ՞։ Հարց ինչի չի անում, եթե թշնամի երկիր է։ Ինչի գազը չի թանկացնում, ինչի չի փակում ընդհանրապես։ Փակում այն ինչ որ երկրի ներսում կատարվի, ես էլի ասացի, վերաբաշխում։ Ձկնաբուծարաններ, ծաղիկի ջերմոցներ, պոմիդորի ջերմոցներ կլինի վերաբաշխում։ Հարստության, բիզնեսի, այս նրանք կծախեն, այս կողմը կառնի, հետո էլի կբացվի։ Այսինքն, դուք ասում եք, այն ինչ կատարվում է ազգային ժողովում, դա շոու է։ Մնում եք ձեր կարծիքին, որ ընդդիմություն ինչպես չունեինք, այնպես էլ չունենք։ Եվ դա ինձ համուրախացնում է,
Այսինքն ուրախացնում է, որ մենք անելիք ունենք եւ ժողովուրդը մյուս անգամ էլ սրանց չի ընտրելու եւ մի կողմից էլ հիասթափեցնում է, որ երկիրը զարգացում չի ունենալու Այո։ եւ խնդիրները դոփելու են իրենց տեղում։ Սա շոու է եւ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների այս թվացial ցուցադրվող սառնությունը դա եւս շոու է, ասում եք դուք։ այո, շատ հաջող բեմականություն։